Շիրակի մարզի Աշոտսկ համայնքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում պետություն համայնք համագործակցությամբ բթացող աշխատանքները տեսանելի են սկսած Աշոտսկ բնակավայրի կենտրոնական հրապարակից։ 2024 թվականին մեկնարկել ու այժմ ավարտական փուլում են հրապարակի ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները։ Պետություն համայնք համամասնությամբ 50%-ը պետություն 50 համայնք համամասնությամբ շինարարության ընդհանուր արժեքը մոտավոր 80 միլիոն դրամ է։ Եկել ենք արդեն ավարտական փուլին, մոտավորապես հասել ենք մեկ շաբաթից կունենանք ավարտական վիճակ։ Համայնքի առաջնահերթությունների շարքում իհարկե չէր կարող չլինել ավելի քան 30 տարի անուշադրության մատնված հրապարակը։ Խորհրդային միության փլուզումից հետո երբևիցե չի վերանորոգվել։ Մոտ 30 տարի կռունտային վիճակ է։ 3680 քառակուսի մետր տարածքում ասֆալտը երկու շերտից է բաղկացած, համապատասխանաբար 5 եւ 4 սանտիմետրերով։ Դե հիմք արդեն դեռ կառուցված է, իրականացում ենք ասֆալտբետոնյա ծածկի կառուցումը։ Կատարվել է նաև բարեկարգման աշխատանքներ, բազալտից եզրաքարեր են տեղադրվել, եզրաշարեր են տեղադրվել, տեսնում եք կուլտուրայի հանդիմաց աստիճանավանդակներն են կառուցվել, բազրիկներ են կառուցվել։ Շինարարները նաև խնդիրների են բախվել աշխատանքի ընթացքում, բայց գործը կազմակերպել են այնպես, որ որակյալ արդյունք տան։ Ջաջային կռունտեր, սևահող եւ արտեզյան ջրերի առկայություններ։ Դա քաղաքին բարդություններ ստեղծեց մեզ համար, նախնական աշխատանքներ պայմանավորվածություն ցեր բերեց, ամբողջ մագերեսը ամբողջությամբ տեղադրել ենք փուտակարեր, ամրացրել ենք կռունտը, այնուհետև բարձր ֆրակցիայի խիչ, բետոնոր իրականացրել ենք այն ճանապարհային հագուստի շերտերի իրականացումը, որն նախատեսված էր մեր նախագծում։ Ճանապարհաշինարարական այլ աշխատանքներ եւս Աշոտսկում իրականացվելու ընթացքի մեջ են, նշում է համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։ Աշոտսկում անցած տարի ունեցել ենք մոտ 11 կիլոմետր ասֆալտապատում միջպետական ճանապարհը, մոտավորապես 2 միլիարդ 300 միլիոն հաջողությամբ Աշոտսկից մինչև Բավրա Մաքսատուն այդ հատվածը։ Այս տարի ունենք 5 կիլոմետր ճանապարհը հատված Վարդախորից դեպի Տաշիր տանող ճանապարհը, որը մեր տարածքի համար նաև շատ կարևոր է։ 7 բնակավայրերում ունենք սալարկում, որը մրցույթը հայտարարված է ու սպասում ենք մոտ 10-15 օրից երևի սկսենք աշխատանքները։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում Աշոտսկի Բավրա բնակավայրում իրականացվում է կլաստերային դպրոցի շինաշխատանքները, այն կսպասարկի 4 բնակավայրերի։ Սարագյուղ, Բավրա, Սիզավետ եւ Թավշուտ բնակավայրերին ներքնահարկի շինարարությունն է ընթանում այս պայդրությամբ, պլանավորված է 26 թվականին ավարտական վիճակի բերելու։ Պետբյուջեի միջոցներով իրականացվող շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամ արժողությամբ շինարարության ավարտը 2026 թվականն է։ Աշոտսկին բնորոշ եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են։ Շինարարները պետք է ամեն արևոտ օր նպատակային օգտագործեն։ Մի տարվա ընթացքում ոչ գարուն եմ տեսել, ոչ ամառ։ Մենակ 3 ամիս աշունա, 9 ամիս ձմեռ։ Զորոյական ցիկլը գրեթե վերջացրել ենք։ Չին բան ամացել էլի։ Զորոյական արդեն դժգան բան։ Ու մանկապարտեզի առաջի հարկի պատերն ենք բետոնացումը ավարտել, սպորտ դալիճի բետոնացման աշխատանքները սկսում ենք, այսօրվանից սկսում ենք դեռ։ 1600 քառակուսի մետր տարածքում կլինեն դպրոց նախատեսված 150 աշակերտի համար, մանկապարտեզ 70 սանի համար եւ մարզադահլիճ։ Աշոտսկի Ղազանչի բնակավայրում էլ կրկին 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում համայնքային նշանակության 75 տեղ հզորության մանկապարտեզ է կառուցվում 374.4 միլիոն դրամ արժեքով։ Այս պայդրությամբ ընթացքի մեջ է շինարարական աշխատանքները սկսվել են մոտ 2 ամիս առաջ, ընթանում է նորմալ է, նախատեսված է հաջորդ տարի ավարտական վիճակի բերելու։ 400 քառակուսի մետր մակես ունի, այդ շատ մեծ մանկապարտեզ է, այս մի քանի գյուղերի համար մենակ Ղազանչի համար չի, ապաստարանով, մեծ ապաստարանով ընդարձակ բոլոր հարմարություններով։ Մի խոսքով բոլորը պետք է իհարկե մեծ տերիտորիա ունի, այստեղ բոլոր սպորտային մարզական, ֆուտբոլի բոլոր բաները կա։ Նշենք, որ Աշոտսկ համայնքն այս տարի ունի 10 սուբվենցիոն ծրագիր 25 ենթածրագրերով։ Դրանք ներառում են ճանապարհաշինարարություն, գազաֆիկացում, ջրագծերի ու ոռոգման ցանցի փոփոխման աշխատանքներ, համայնքային կենտրոնների վերանորոգումներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։
ԱԱԾ տնօրենի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Անդրանիկ Սիմոնյանին, իսկ Արմեն Աբազյանին շնորհակալ եմ այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից տեսանյութ հրապարակել։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ եւ ամբողջական չէ։ Պարոն Լավրովն օգտագործել է իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարություն է տարածել, որ մտահոգված է Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու միջև հարաբերություններով, ու չնայած դա Հայաստանի ներքին գործն է, Ռուսաստանը կցանկանար, որ իրավիճակը շուտապույտ կարգավորվեր։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Ես եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել է իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը։ Կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների ոչ ուրեմն իրավական ձևով այդ մասնակցությունը մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ ըստ էության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո ցավոք սրտի տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում եւ օրինակ ՀՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը, մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հետևաբար եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շատ շոշափելի տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել։ Դե սպասեք, իսա գալիս ենք։ Խոսել են։ Ովքեր են։ Երկու ընկերուհիներս են ամենամոտ, որ այդ մարդիկ ցույց տվեցին, որ երբ որ ամբողջ աշխարհի դեմ է, իրենք իմ կողքն են։ Անահիտ Բաբայանը պատմում է ընկերուհիների արձագանքի մասին, երբ հայտնել է, որ պատրաստվում է մեկնել կամավոր պարտադիր զինվորական ծառայության։ Հիմա էլ զինկոմիսարիատի բակում են զորակոչիկ ընկերուհուն են սպասում բանակ ճանապարհելու։ Հոր օրինակն աչքի առաջ աղջնակը որպես մասնագիտություն է ընտրել զինվորականի գործը, բայց նախ պետք է ծառայել։ Մեծացել եմ զինվորականի ընտանիքում ու միշտ տեսել եմ այդ համազգեստը ու բնականաբար դե միշտ ձգել է։ Փոքրուց երազանք ունեցել եմ, բայց համարձակություն այդքան չեմ ունեցել, որ գնամ դեպի իմ երազանքը։ Շատ տեղերում ինձ փորձեցի ծրագրավորում մինչև բարիստա, բայց չէի գտնում ինձ ոչ մի տեղ։ Ձմեռային զորակոչը նոր էր մեկնարկել, երբ Անահիտի մայրը աղջնակին ուղարկեց զինուժի կին զինծառայողի մասին պատմող հերթական տեսանյութն ու տեղեկացրեց, որ նախորդ տարի ընդունված օրենքով 6 ամսյա ժամկետով բանակ կարող են զորակոչվել նաև իգական սեռի ներկայացուցիչները։ Անահիտը պատմում է, որ այդ ժամանակ մոր մտքով չէր էլ կարող անցնել, որ այդ քայլը դառնալու է ճակատագրական։ Շատ ուրախացա, որ կանանց հենց տրամադրվում է տենց հնարավորություն, որտեղ երբ որ ես հետաքրքրվում եմ, տենց հնարավորություն չկար, երբ որ 18 տարեկան էի, ու ստիպսյոմ այդ նշանը գտել եմ, պիտի գնամ։ Մամայի արձագանքը սկզբում մի քիչ նեյտրալ էր, հետո ուզում էր, դու աղջիկ ես, ոնց կլինի։ Հետո համակերպեց ու վստահ եմ, որ համ մաման, համ պապան ներսից ահավոր հպարտել։ Զինկոմից տեղեկացա, որ կան իրեր, որոնք չի թույլատրվում, որովհետև զորամասը տրամադրում է։ Առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը պատրաստ է, մնում է միայն գավաթ բարձրացնել ու բարի ճանապարհ մաղթել։ Անահիտի մայրը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, բայց կադրից դուրս փոքրինչ հուզված, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ անկեղծացավ։ Նման բաժանումների սովոր է։ Անահիտի ծնունդից 40 օր էր անցել, երբ նույն կերպ հավաքեց ամուսնու պայուսակն ու ճանապարհեց ծառայության։ Անահիտի որոշումը կտրուկ էր ու վերջնական, ծնողներին ու ընկերներին մնում էր միայն քաջալերել ու բարի ծառայություն մաղթել նրան։ Զորակոչիկն առաջին անգամ ոտք է դնում տարածքային զինկոմիսարիատ ու ըստ ընթացակարգի անցնում բժշկական բոլոր հետազոտությունները։ Հանձնաժողովի նախագահն արձանագրում է՝ Անահիտն առողջ է ու պիտանի զինվորական ծառայության համար։
Այդ ճանապարհը նորմալ է, առողջական խնդիրներ կան բացվող, եղավ շնորհակալություն, բարեզարայություն։ Մինչև Պավեսկայի գալու օրը չեմ հավատացել, որ գնալու է, ինքը շատ ուրախ է, որ գնում է, իրականում հպարտանում ենք, որ միակ աղջիկ ծառայողն է ու մեր ընկերուհին է։ Արդեն զինվորի կեցվածքով Անահիտը կենտրոնական հավաքակայանում է։ Ըստ կարգի կինզին ծառայողները վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք նշանակվում են ծառայության ուսումնական զորամասում եւ այն անցկացնում բացառապես այնտեղ։ 6 ամսյա ժամկետը լրանալուն պես կինզին ծառայողները ստանում են 1 միլիոն դրամ պատվովճար։ Օրենքի նախատեսած դրույթների ու պաշտպանության նախարարության ծրագրերի մասին զորակոչիկները իրազեկվում են նախքան վիճակահանությանը մասնակցելը։ Հերթը համազգեստ ստանալունն է։ Ինչպես Անահիտը, այնպես էլ 6 ամսյա կամավոր պարտադիր զինվորական ծառայության մեկնածիգական սեռի ներկայացուցիչները ծառայությունն անցկացնում են հենց այս զորամասում։ Նորակառույց այս շենքը համալրված է ժամանակակից գույքով ու սարքավորումներով։ Կին զինծառայողների համար այստեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները։ Երեք երեկոյան արդեն եկա իմ զորամասը, ամեն ինչ իրականում շատ ավելի լավ էր, քան ես լսել էի ու ինձ ներկայացրել, ես պատկերացնում էի։ Առավոտյան զինվորական պատրաստվածության եմ մասնակցել, ֆիզիկական։ Հետո գնացել ենք նախաճաշելու, սա էլ իմ ննջասենյակը։ Երեկոյան ինձ այստեղ են տեղավորել ու սովորել եմ արդեն ճիշտ հարդարել մահճակալս։ Դասակի հրամանատար Սիրան Վարդանյանը տեղեկացնում է, որ կանանց գումարտակում ծառայությունը չի տարբերվում մյուս զորամասերից։ Օրվա կարգացուցակն ամբողջությամբ նույնն է։ Մեծ ուշադրություն են դարձնում հատկապես ֆիզիկական պատրաստվածությանը։ Պարտադիր 6 ամսյա ծառայությունն ավարտելուց հետո կին զինծառայողները հնարավորություն են ստանում ծառայությունը շարունակել նույն զորամասում պաշտպան հայրենիք ծրագրով կամ պայմանագրային ծառայության անցնել, 3 ամիս հետո ատեստավորվել ու մրցունակ աշխատավարձ ստանալ։ Ներկայացնում ենք Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Կոտայքի մարզի Հրազդան 11 հիմնական դպրոց։ Տավուշի մարզ Սևքար գյուղ, Սևքար միջնակարգ դպրոց։ Սիրողական վազքի դպրոցական 11 թիմ։ Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոց։ Շիրակի մարզն ենք ներկայացնում, Հաղթուկյան համայնքի գյուղից ենք։ Ներկայացնում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9 ավագ դպրոցը։ Վայելձորի այն գյուղի միջնակարգ դպրոց։ Հայաստանի 10 մարզից ու մայրաքաղաք Երևանից։ Երևանի հայ-չինական բարեկամության դպրոց։ Զորը մարզի Վանաձորի թիվինք ավագ դպրոց։ Գարքունիքի մարզի Ծակարի միջնակարգ դպրոցից են։ Վարչապետի գավաթի եզրափակչի համար նրանք նախ հաղթահարել են դպրոցական փուլերը, հետո մարզային ու հիմա միայն լավագույններն են հասել պարզ լիճ տանող այս վազքուղուն։ Կան իհարկե երեխաներ, որոնք մասնակցում են երկրորդ անգամ, երրորդ անգամ նույնիսկ, բայց մենք ունենք նաև յուրաքանչյուր դպրոցում նոր երեխաներ, ինչը նշանակում է, որ դպրոցի ներսում էլ կա մրցակցություն եւ թիմում ընդգրկվում են նրանք, ովքեր ավելի լավ արդյունքներ են ունենում։ Յուրաքանչյուր թիմում 7 աշակերտ կա 5 տղա, 2 աղջիկ։ Մրցատարածքը 5000 մետր է, խճուղային, վերելքներով ու վայրեջքներով։ Վարչապետի գավաթ մրցաշարերում սա առաջին թիմային մրցաձևն էր, 4 տարի անց արձանագրում են։ Մրցապայքարի ամենահաջողված ու ընդունելի տարբերակն է։ Մյուս մարզաձևերն էլ փորձում են զարգացնել ըստ այդ տրամաբանության։ Ընթացս վերափոխեցինք սեղանի թենիսի մրցաշարը, մեծահասակներից դպրոցականների, հետո հեծանիվի մրցաշարը, հանրապետության բոլոր դպրոցների համար ձեռք բերեցինք հեծանիվներ եւ մենք այսօր սկզբունքային որոշում ենք կայացրել, որ մեր բոլոր, այդ թվում լողի մրցաշարը այժմ տեղի կունենա այս տարվանից միայն դպրոցականների ֆորմատով, բայց այս պարագայում մենք Սևանա լճում չենք անցկացնի, այլ լողավազաններում կանցկացնենք, իսկ 10 կիլոմետրանոց վազքը հնարավոր է վերափոխենք դպրոցականների վոլեյբոլի մրցաշարի, որովհետև վերջերս գիտեք, որ դպրոցականների բասկետբոլի լիգա է ձևավորվել, որի էմոցիան եւ տպավորությունը շատ դրական են։ Դպրոցներին ու աշակերտներին ոգևորելու, առողջ ապրելակերպը տարածելու, մրցումներում մասնակիցների թիվը մեծացնելու համար գրավիչ մրցանակային ֆոնդ կա։ Թիմով լավագույն երրորդ արդյունքը ցույց տվածներն իրենց դպրոցների համար վաստակում են 1.5 միլիոն դրամ։ Արծաթե մեդալակիրները ստանում են 2.5 միլիոն։ Հաղթողները գավաթ մեդալից բացի տուն են տանում 4 միլիոն դրամ։ Այդ գումարը դպրոցները ծախսում են
մարզական գույք ձեռք բերելու, ֆիզկուլտ հրապարակները բարեկարգելու համար։ Դպրոցը իսկապես մեր կյանքի կիզակետն է, մանավանդ որ մենք հիմա ինչից խոսում ենք, հասկանում ենք, որ բոլոր հարցերի լուծումը անցնում է կրթության միջոցով։ Ընդհանուր հանրային առողջապահության ոլորտում մեր բազմաթիվ խնդիրներ կապված են մեր կյանքի ոճից, որտեղ ոչ թե մենք ուզում ենք ինչ-որ բան պակասեցնենք, մենք ուզում ենք կյանքի ոճի մեջ ավելի շատ շարժում, սպորտ, ֆիզկուլտուրա ունենանք, որպեսզի կյանքեն մեզ հայտնի մնացած հատվածը ավելի երկար եւ ավելի հաճույքով կարողանանք վայելել։ Մեր հայրենի ազատանքը, որ ապրել է դարերյուն։ 4-րդ տարին անընդմեջ են Սյունիքի ներկայացուցիչները պատվո առաջին հարթակին կանգնում։ Վայոց ձորի թիմը ցուցանիշը բարելավել ու հիմա արդեն երկրորդն է։ Արարատի մարզն այս տարի առաջին անգամ է մրցանակային տեղ զբաղեցնում։ 2 տարի անդադ մասնակցում ենք ու 4-րդ տեղ էին գրավում։ Այս տարի շատ լուրջ էինք տրամադրված։ Բրոնզե մեդալակիրների շարքում է մրցաշարի ամենաարագավազ աղջիկը։ 4 կիլոմետր տարածքը վազքով անցել է 17 րոպեից քիչ ավելի ժամանակահատվածում։ Ամենալավ արդյունքն ա եղել, ինչքան որ պարապել եմ։ Դրամական պարգևներով են տուն գնում նաև մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր աշակերտները, նրանց մարզած ուսուցիչները։ Պարզ լճից ոչ ոք ձեռնունային չի գնում։ Ճամբարային 2 օր Տավուշում անցկացնելուց հետո իրենց դպրոցների համար տանում են նաև սպորտային գույք։ Այս կտորը, տեսնում եք, այս կտորը, այս մուգ գույնի հինը, չէ՞, դա մի կտորով տեղադրվել է։ 6-ից 7-րդ դարերից է պահպանվել թարգմանչած վանքը։ Երևանից մոտ 31 կիլոմետր հեռավորությամբ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում է գտնվում։ Վերականգնումն իրականացնող ճարտարապետը պատմում է. Սրա վերևի 3 քարը որ դրացա, հատ երեսապատը, էլի հին էր։ Հին քարեր էր, բայց որ նայեցինք, տեսանք որ կրող չեն դրանք։ Կրող չեն, ստիպված հանեցինք նորից նորը դրեցինք վերաշարած։ Բացի կերպարը վերականգնելուց, իր, հարկավոր մտածել եւ իր կյանքի մասին։ Ինչքան կապրի հետագայում, իր չափ կապրի, որ Աստված տա ապրի, Բայց ընդհանրապես այդ է սկզբունքը։ Հնարավորին չափով հին նյութը օգտագործի, մինիմալ նորը։ Թարգմանչած վանքը կենտրոնագմբեթ եկեղեցի է, ինչպես Սուրբ Հռիփսիմեն։ Երկրաշարժից հետո մնացել են 1 պատ ու մեծ բեկորներ։ Հետաքրքիրն էր, որ տենց մեծ զանգվածներով պահպանվել էր։ Այսինքն ընկնելուց մեծ կտորներով անգե։ Ամենածանր զանգվածը, այդ որ մենք վերականգնել ենք, 24 տոննա քաշուն էր։ Նման զանգվածներ մոտ 12 հատ էր, բոլորը տեղադրվել է տեղում։ Թարգմանչած եկեղեցին մեկն է այն 8 եկեղեցիներից, որտեղ այժմ ընթանում են վերականգնման աշխատանքներ։ Վերականգնվող կառույցներից են նաև Լորիբերդի միջնաբերդի եկեղեցին, Շատիվանքի վանական համալիրը, Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Սրվեղ վանական համալիրը, Փարպիի Ծիրանավոր եւ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցիները։ Եվս 6-ում Քոբայրավանք համալիրում, Սեդվի վանական համալիրում, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցում, Երերույքի տաճարում, Տավուշի ամրոցում, Պտղնու տաճարում աշխատանքները նախատեսում են սկսել այս տարի։ 18 թվականից մինչ այժմ մոտ 30 նմանատիպ, այսինքն եկեղեցիներ կրոնական բնույթի հուշարձաններ են վերականգնվել կամ գտնվում են վերականգնման փուլում, որտեղ դրանք բավական ծավալուն են եւ կախված ֆինանսավորումից բավական երկար տարիներ են տևում։ Օրինակ հենց թարգմանչած եկեղեցին վերականգնել սկսել են դեռ 2011-ին։ Աշխատանքները մի քանի փուլով են ընթացել։ Վերջնական ու ամենածավալուն փուլը սկսվել է 2024-ին։ Այս տարի պիտի փակենք գումբեթ հարդով, վեղարով, բանով պիտի մենք եկեղեցին հանձնենք։ Չնայած կան մեծ դժվարություններ, քարերը մաշված են, որոշ քարեր հնարավոր չի տեղադրել։ Իսկ չօգտագործվող բայց պատմությունը իրենց վերագրող քարերը կդառնան ցուցանմուշներ եկեղեցու բակում։ Մյուս խնդիրը, որն առանձնացնում է թարգմանչած վանքի վերականգնումը վերահսկող մասնագետը, նախահաշվարկային է։ Որ ժամանակ է անցել, գները բարձրացել են ու հիմա ստացվում է, որ շինարարը այդ գներով դժվարանում է։ 2018-ից 2024 թվականներին հուշարձանների վերականգնման համար կառավարության տրամադրած ընդհանուր բյուջեն կազմել է 3 միլիարդ 143 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 688 միլիոնը ուղղվել է եկեղեցիների վերականգնմանը, ներառելով պեղման, նախագծային եւ բուն վերականգնման աշխատանքները։
Այս տարվա համար արդեն նախատեսված ավելի քան 1 միլիարդ 769 միլիոնի գրեթե կեսը 814 միլիոնն է բաժին ընկնում եկեղեցիների վերականգնմանը։ Հիմնականում ժամկետի հետ կապված ֆինանսական հարցերն են, միևնույն ժամանակ հաշվի առնելով դրանց սպეციფიკությունը, մասնագիտական լուրջ կարողությունների անհրաժեշտությունը, դրանք հնարավոր չէ միանգամից անել, այլ պետք է փուլ-փուլ, որպեսզի գիտական նախագծի ճիշտ ուղին պահել։ Հիմնականում երկու խնդիր կա՝ ֆինանսական եւ մասնագիտական։ Հայաստանում կա մոտ 25000 գրանցված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան եւ ենթահուշարձան։ Դրանցից 1564-ը վանական համալիրներ եւ եկեղեցիներ են։ Պետական միջոցները այս պահին այդ քանակության համար բնականաբար բավարար չեն եւ նմանատիպ կառույցները, եկեղեցիները իհարկե շատ են։ Պետությունը նաեւ մասնավորի հետ համագործակցելով է փորձում լուծել այդ խնդիրները։ Նույն 18 թվականից սկսած մինչ այսօր 19 հուշարձան եկեղեցու վերականգնում սկսվել, ավարտվել եւ ընթացքի մեջ է բարերարների եւ պետության համագործակցության։ Հաղպատի եւ Սանահինի վանական համալիրները, Ոսկեվազի Սուրբ Հովանես եկեղեցին, Իրինդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Վերջին 7 տարիներին կառավարության ֆինանսավորմամբ վերականգնման աշխատանքներ իրականացվել են նաեւ այս եկեղեցիներում։ Ճարտարապետ Տիգրան Գալստյանը ընդգծում է, բոլոր եկեղեցիները մշտական հսկողության կարիք ունեն։ Հանրության շրջանում հայտնի ու շատ այցելվող լինեն, թե Սարի գլխին ու քիչ հայտնի։ Նույնիսկ այն եկեղեցիները, որոնք լիարժեք վերականգնվել են հիմա, 1 տարի հետո նրանց վրա նույնպես գումար ծախսելու անհրաժեշտություն կա, որ չի վերականգնվում, կոնսերվացիա չի արվում, նաև շարունակում է ամեն տարի բուսականության եւ բնական ջրի անձրևների պատճառով քայքայվել եւ շարունակում է ավերվել։ Ճարտարապետի խոսքով վերականգնումը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է նախագիծը պահպանելն ու նյութերի ճիշտ ընտրությունը։ Հնությունը էլի կպահպանվի, բայց եթե չկա հստակ պատկեր, թե ինչ տեսք է ունեցել, այսինքն մենք չունենք նախագծեր կամ պեղումների ընթացքում չի հայտնաբերվել քարերը, որպեսզի դրանով հասկանան ինչ տեսք է ունեցել եւ վերականգնել տարբերակներից մեկը անընդունելի է։ Օրինակ իմ համար նույնպես անընդունելի է եւ ես կողմ եմ կոնսերվացիային նման դեպքերում։ Ընդգծում է, մեր երկրում եւս մոտեցումները տարբեր են եւ մի շարք եկեղեցիների դեպքում մասնագիտական հանրության շրջանում տարաձայնություններ են առաջանում՝ վերականգնել թե կոնսերվացնել։ Օրինակ Գերիրուքի տաճարը, որ մեր գլուխգործոցներից մեկն է, Վաղ Միջնադարյան եւ կարևորագույն հուշարձաններից մեկն է, բայց արդյոք կոնսերվացվել, վերականգնել, գործող դարձնել, չդարձնել, նմանատիպ բազմաթիվ հարցեր կան։ Թեպետ միայն 2025-ին կառավարությունը պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնմանը եւ պահպանությանը պետական բյուջեից հատկացրել է 14 անգամ շատ գումար, քան 2018-ին, բայց խիստ անմխիթար վիճակում են շատ եկեղեցիներ ու վանական համալիրներ, այդ թվում Երևանում կամ մայրաքաղաքին մոտ տարածքներում։ Նախարարությունից ասում են, մասնագետների հետ քննարկման արդյունքում են որոշում ամեն տարվա ցանկը։ Օրինակ 2026-ին նախատեսվում է վերականգնման աշխատանքներ սկսել Աշտարակի Ծիրանավոր եկեղեցում, Պեմզաշեն եկեղեցական համալիրում, Պեմզաշեն գյուղի Սուրբ Առաքելոց եկեղեցում, Դսևանքում եւ Քոբայրում։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները նորից լարվել են։ Հունիսի 28-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություններ իրականացրել, որի ընթացքում 2 ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Ի նշան բողոքի Ադրբեջանից հայտարարել են, որ Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական դիտավորյալ սպանությունները եւ ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմիններն իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում առանց դատի եւ քննության, ինչպես նաեւ վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը, հայտնում են Միլի Մեջլիսից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ երկրում չեղարկվել են նաեւ պետական ու
մասնավոր ձևաչափերով համաձայնեցված ռուսական միջոցառումները։ Այս ամենի ֆոնին Ռուսաստանի մի շարք շրջաններում նոր զանգվածային ռեյդեր են անցկացվել անօրինական միգրանտների բացահայտման համար։ Բերման ենթարկվածների մեջ կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ։ Ադրբեջանական կողմը տեղի ունեցածը համարում է կանխամտածված, այն որակելով ադրբեջանցիների հերթական թիրախավորում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Ուկրաինա քննարկելու աջակցությունը Կիևին Ռուսաստանի հետ պատերազմում։ Մենք կշարունակենք ամուր կանգնել Ուկրաինայի կողքին ժամանակակից հակաօդային պաշտպանության եւ այլ զենքերով, հումանիտար եւ տնտեսական աջակցությամբ, որպեսզի Կիևը հաջողությամբ կարողանա պաշտպանվել, նշել է Վադեֆուլը հավելելով. Ուկրաինացիները պաշտպանում են ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը։ Նա ընդգծել է նաեւ, որ Բերլինը Եվրոպական միության եւ մեծ յոթնյակի իր գործընկերների հետ շարունակելու է պատժամիջոցների միջոցով սահմանափակել պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունները։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Հունիսի 29-ին Ուկրաինան հայտնել էր պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական ուժերի ամենազանգվածային օդային հարձակման մասին։ Ուկրաինական քաղաքների վրա արձակվել էր 477 անօդաչու թռչող սարք եւ 60 հրթիռ։ Հունիսի 30-ին էլ ռուսական անօդաչուների հարվածից Խարկովի մարզում 8 մարդ է վիրավորվել։ Մի շարք քաղաքացիական շինություններում հրդեհներ են բռնկվել։ Մայիսին եւ հունիսին Ռուսաստանի հարձակումներն ավելի ինտենսիվ են դարձել, զանգվածային հարվածներն ավելի հաճախակի։ Այս ամենի ֆոնին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմուտքին կոչ է արել ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ նա հրամանագիր է ստորագրել Օտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու մասին, որն արգելում է հակահետևակային ականների արտադրությունն ու օգտագործումը։ Ուկրաինան փաստաթուղթը վավերացրել էր 2005 թվականին։ Ռուսական կողմն էլ հաղորդում է Կուրսկի մարզում եւ Ազովի ծովում ուկրաինական 15 անօդաչուի խոցման մասին։ Ամերիկյան հարվածները լիովին չեն ոչնչացրել Իրանի միջուկային օբյեկտները։ Թեհրանը կարող է ուրանի հարստացումը վերսկսել մի քանի ամսվա ընթացքում, հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը, հակասելով ամերիկյան վարչակազմի պնդումներին, թե Իրանի միջուկային ծրագիրը մի քանի տարով հետ է ընկել։ CBS-ին տված հարցազրույցում Ռաֆայել Գրոսին նշել է. «Չի կարելի պնդել, թե ամեն ինչ վնասվել է եւ ոչինչ չի մնացել։ Ակնհայտ է, որ մեծ վնաս է պատճառվել, բայց ոչ լիակատար վնաս»։ Գրոսին նաեւ հայտարարել է. «AMG-ն երբեք չի արձանագրել, որ Իրանը շարժվում է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ Թեհրանը հրաժարվում էր պատասխանել մի շարք կարևոր հարցերի»։ CBS-ը թեմայի շուրջ զրուցել է նաև ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ։ Իրավանին հիշեցրել է, Թեհրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, ըստ որի իրավունք ունի կատարել հետազոտություններ, ուրան հարստացնել եւ օգտագործել խաղաղ միջուկային էներգիա, ինչի դիմաց AMG-ն պետք է պաշտպանի նշված գործունեությունը։ Իրավանին պնդել է. «Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացումը, քանի որ դա երկրի անօտարելի իրավունքն է»։ Կանադան եւ Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները։ Վարչապետ Մարկ Քարնին եւ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աշխատել մինչեւ հուլիսի 21-ին նշանակված վերջնաժամկետը համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ Բանակցությունների վերսկսմանը նպաստել է այն, որ Օտտավան չեղարկել է թվային ծառայությունների հարկը, որը թիրախավորում էր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում Amazon-ը, Meta-ն, Apple-ը, Google-ը։ Այս հարկի պատճառով ԱՄՆ նախագահը հունիսի 27-ին չեղարկել էր Կանադայի հետ առևտրային բանակցությունները, դա անվանելով բացահայտ հարձակում։ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ նոր մաքսատուրքեր կսահմանի կանադական ապրանքների նկատմամբ։ Կանադան Մեքսիկայից հետո Միացյալ Նահանգների երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ 2024 թվականին Կանադա է ներմուծվել գրեթե 350 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք, ԱՄՆ արտահանվել ավելի քան 410 միլիարդ դոլարի ապրանք։ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո 50% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ ներմուծվող պողպատի եւ ալյումինի նկատմամբ, 25% մաքսատուրք մեքենաների նկատմամբ։ Նա նաև 10% մաքսատուրք է սահմանել երկրների մեծ մասից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Հուլիսի 9-ին այս մաքսատուրքերը կարող են բարձրանալ, քանի որ սպառվում է բանակցությունների համար նախատեսված 90-օրյա ժամկետը։ Սերբիայում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիայի են դուրս եկել պահանջելով նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բելգրադում ակցիայի մասնակիցները փողոցներ են արգելափակել, ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ նետել։ Իրավապահների եւ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Բախումների ընթացքում վիրավորվել է շուրջ 50 ոստիկան, 20-ից ավելի ցուցարար։ Սերբիայում կոռուպցիայի դեմ ցույցերը շարունակվում են արդեն 8 ամիս։ Դժգոհությունների առիթ էր դարձել Նովի Սադ քաղաքում 2024 թվականի նոյեմբերին երկաթուղային կայարանի ծածկի փլուզումը, որը 16 մարդու կյանք է խլել։
Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ոռոգման ջրագիծ է կառուցվում։ Աշխատանքները ընթացքի մեջ են։ Մինչև այժմ կատարվել են հին ջրագծից մնացած խողովակների ապամոնտաժում, ներկայումս տեղադրվում են նոր պողպատյա խողովակներ։ Կառուցվելու է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, գլխավոր խողովակաշարով եւ ենթաճյուղերով։ Իմեցին քաղաքապետարանին, որպեսզի կատարի այս աշխատանքները, այսօր աշխատանքները կատարվում են։ Երկար ժամանակով արդեն փոսերը փորվել են, խողովակները գծում են։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետարանից, որ այսպիսի գործ է կատարում բնակչության համար։ Ոռոգման ջրագծի կառուցումն իրականացվում է Գավառ համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Գանձակում ոռոգման ջրագծի կառուցման ծրագրի արժեքը 25 միլիոն դրամ է, որի 75%-ը հատկացվում է պետական, իսկ 25%-ը Գավառ համայնքի բյուջեից։ Բնակչության համար մեծ կարիք էր ստեղծվել իրենց հողամասերը ջրելու համար, որտեղ չէին կարողանում ոռոգումը կազմակերպեին։ Մարդիկ կան, որ այս ոռոգման ջրից չեն օգտվում, բայց քանի որ ոռոգման ջուրը արդեն լինի պոստանի, նրանք օգտվեն այս ջրից։ Շինարարները հավաստիացնում են, որ մինչև ոռոգման ժամանակահատված ջրագիծը կհանձնվի շահագործման։ Արդյունքում բնակավայրի շուրջ 250 տնտեսություն կկարողանա օգտվել ջրագծից։ Ոռոգելի կդառնա շուրջ 180 հեկտար տնամերձ հողատարածք։